օրերս Լավրովը նաև հայտարարություններ է արել, որ իրանք ամեն ձևով խոչընդոտելու են այս գործընթացը իրականում նկատի ունենալով եւ բոլորը հասկացան լոգիստիկ կապերի բացումը եւ զարգացումը ուստի իհարկե դա շատ լուրջ մտահոգություն ձևավորեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև թուրքական պետություններում, նկատի ունեմ Թուրքիայում, Ադրբեջանում, Կենտրոնական Ասիայի պետություններում, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Қырғызստան եւ կարծում եմ, որ Շոյգուի ասածը նպատակ ուներ բալանսավորել Լավրովի այդ կոշտ հայտարարությունները եւ իրականում Լավրովի քաղաքականությունը լուրջ ձախողում ունի եւ հիմա նույնիսկ դա սկսում են նկատել Մոսկվայում, ինչը կարա լինի դրական ազդակ այն ուղղությունով, որ այդպիսի բառապաշարով ամեն ձևով կխոչընդոտենք եւ այլն, այլևս Ռուսաստանը որ չմոտենա մեր տարածաշրջանին եւ պետություններին, որովհետեւ խոչընդոտելու ոչ միայն նպատակ չկա, նպատակ չպետք է լինի եւ ցանկություն, այլ նաեւ պատճառ չպետք է լինի, որովհետեւ Ռուսաստանը կարող է հավասար մասնակցել այս գործընթացներում միայն հարգելով ինքնիշխան Երևանը, առանց հարգելու ինքնիշխան Երևանը եւ ցանկանալով վերադարձնել իր իշխանությունը Երևանում գործակալների միջոցով, իհարկե բերելու է ցավոք հայ-ռուսական հարաբերություններում նոր բարդությունների, բայց մենք չենք ուզում այդ բարդությունները